Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ հարաբերություններից, իսկ իմ հյուրը արևելագետ Արմեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ շատ մեր հրավերն ընդունելու համար, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հնարավորության համար։ Ամենասկզբից սկսենք, փորձենք հասկանալ հիմա Իրան, Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները որ փուլում են գտնվում, ինչ կետի են հասել եւ այսպես ասած հարաբերականորեն կանգ առել կողմերը։ Այս բանը նկատվում է որոշակի լճացում process-ում, այսինքն կոնֆլիկտի սառեցված շրջափուլ եւ ակնկալիքներ բանակցային գործընթացում ինչ որ տեղաշարժվելի, բայց ունենք այն պատկերը, որ հաստատի հատկապես Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև դիրքորոշումների բավականաչափ այսպես մեծ տարբերությունը եղած արկախնդիրների հետ կապված, որոնց մասին առանձին խոսեմ, թույլ չի տալիս, որպեսզի բանակցային գործընթացը առաջ շարժվի։ Անուղղակիորեն իհարկե process-ի վրա ազդեցություն ունի Իսրայելը իր քոշմամբ, իր շահերով, բայց եւ այնպես նաեւ հաշվառելով Իսրայելի ներքաղաքական process-ները Միացյալ Նահանգների այլ կենտրոնացածություն այլ հակամարտությունների կամ այլ խնդիրների վրա եւ Իրանում նաեւ ներքին խնդիրները բանակցային գործընթացը այս բանը կարծես թե հայտնվել են Բաքուում։ Ով ումից ինչ է ուզում, եթե այսպես ասենք, որովհետև մենք պարբերաբար հրապարակումներ ենք տեսնում, որ ուղարկված առաջարկները անընդունելի են երկու կողմերի համար էլ, բայց բաց տեքստով բնականաբար չի հայտարարվում ինչ առաջարկների մասին է խոսքը, ինչի հետ չեն համաձայն, ինչի հետ են համաձայն կողմերը։ Միայն ասում են, որ իրենք պետք է բոլոր կետերը, այսպես ասած, ամեն ինչը պետք է իրենց սրտով լինի, միայն դա ենք պարբերաբար լսում կողմերից։ Այսպես թվարկին խնդիրներ, որոնք կան կողմերի միջև եւ որոշություն կարող գալ փոխհամաձայնության, առաջին առանցքային կետը դա Իրանի միջուկայի ծրագրի հարցն է։ Սա սկզբանե եղել է հանդուսային թե Իսրայելի եւ Իրանի, թե Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հարաբերությունները։ Միջուկային ծրագրի հետ կապված կա լրջագույն տարաձայնություն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ընթացող բանակցային գործընթացը։ Ամերիկյան կողմը պահանջում է միջուկային ծրագրի ամբողջական ստիճարում։ Իրանական կողմը պնդում է, որ իրենք իրանցիները իրավունք ունեն թույլատրելի սահմաններում, այսինքն մինչև 5% ուրանի հարստացման ծրագիրը պահպանել օրակարգում, դա օգտագործելով գիտության բժշկության մեջ։ Եվ տարբեր ծավալի մինչև 400 կիլոգրամ հարստացած ուրանի հարց կա, որը պատրաստ է որոշակի մշակման դեպքում վերացնելու միջուկային զենքի եւ դրա ճակատագրի հարցը այս բանը ամենաառաջնային խնդիրն է։ Այս հարցը բողոքը չեն կարող փոխհամաձայնության Միացյալ Նահանգները պահանջել որպեսզի ուրանը ինքը դուրս բերի եւ տեղափոխի Միացյալ Նահանգներ։ Այստեղ կա շատ լուրջ խնդիր կողմերի միջև որոշակի փուլում տեղեկատվություններ տարածվում այն մասին, որ կողմերը պայմանավորվել են 20 տարի ժամկետով Միացյալ Նահանգներն առաջարկել է 20 տարի ժամկետով սահմանավոր իրանական կողմը սահմանափակի Իրանի հարստացումը, իրանական կողմը ընդդել է 10 տարի ժամկետի վրա, բայց կողմերը չեն եկել համաձայնության, դրան գումարած Իսրայելն է միջամտել, որ որևէ կերպ ընդհանրապես հնարավորություն չպետք է տալ Իրանին ուրանի հարստացման, չպետք է վստահել եւ այլն, եւ այս խնդրի շուրջ տարաձայնությունը շարունակում է պահպանվել։ Մյուս կարևոր հարցը, որ շարունակում է մնալ օրակարգում, դա տարածաշրջանում Իրանի ակտիվության հարցն է, այսինքն տարբեր հովանավորյալ դերակատարների աջակցության հարցն մի կողմից եւ մյուս կողմից Իսրայելի կողմից Լիբանանում Հիզբալլահ խմբավորման դեմ, որը Իրանի հովանավորյալ կառույցն է շարունակող պատերազմ։
իրանական կողմը փորձում է Լիբանանում հրադադարը ևս մտցնել օրակարգ։ Երրորդ ամենակարևոր սկզբունքային պայմաններից մեկը իրանական կողմը պահանջում է, որպեսզի հրադադար եւ հակամարտության դադարը լինի երկարաժամկետ, սա կողմերը կան երաշխիքներ, որ այլևս հակամարտություն չի վերսկսվելու։ Եվ մյուս կարևոր պատճառը, որ կա, դա Իրանի դեմ սահմանված տնտեսական քաղաքական պատժամիջոցների չեզոքացնելն է։ Այստեղ այս հիմնական կետերի շուրջ ընդհանուր բանակցում է, բայց չկան վերջնական պայմանավորվածներ։ Մի կարևոր հանգամանք կա, քանի որ այս հակամարտության առանցքային ուղղություններից մեկը կամ բաղադրիչներից մեկը քարոզչական կողմն է։ Կողմից յուրաքանչյուրը քարոզչական մակարդակում, այսինքն քաղաքական հռետորաբանության, քարոզչական լրատվամիջոցների վերլուծաբանների, այսինքն քարոզչական մակարդակում բավականաչափ սուր դիրքորոշում է ցուցաբերում, որն էլ իհարկե ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման process-ը բավականաչափ ուրեմն բարդ շրջափակում է գտնում, որպես օրինակ նշեմ, Դոնալդ Թրամփը պարբերաբար հայտարարում է, որ եթե իրանական կողմը ընդհանրեն չհամաձայնի մեր պայմաններին, մի քանի ժամվա ընթացքում եթերում է նոր ավելի մեծ մասշտաբի ռազմական գործողություն։ Նույն կերպ իրանական կողմից պատասխանում մի քանի մակարդակով, որ պատրաստ են պատերազմի եւ այս անգամ ամբողջ տարածաշրջանը կրակի դաշտի դարձնասկը այս քարոզչական կողմը մյուս կողմից է շարունակում ազդել process-ի վրա եւ մի հանգամանք է, որը տարածաշրջանում տնտեսական գործընթացների վրա դա Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման հարցն է, որի հետևանքով ինչպես գիտեք ամբողջ աշխարհում բարձրանում են նավթի գները եւ դա էլ հավելյալ ճնշման պատճառ է դառնում Միացյալ Նահանգների վրա եւ թե իհարկե Իրանին։ Քարոզչությունից խոսենք, հետո կանցնենք Հորմուզին ավելի մանրամասն այս պահին ինչ պատկեր ունենք։ Ամբողջ ժամանակահատվածում ինչ ռազմական գործողությունները մեկնարկել են անմիջականորեն, տարբեր տեղեկություններ ենք ստանում տարբեր կողմերից մարտի դաշտում ունեցած ուժերի հարաբերակցության վերաբերյալ։ Ինչ կասեք, իրականում ինչպիսի պատկեր է տիրում հակամարտության դաշտում, առավելություն ասելը ում կողմն է մի քիչ երևի թե ճիշտ չի լինի, բայց այնուամենայնիվ ժամանակը ցույց տվեց, որ Իրանը կարողացավ դիմադրել այն ուժին, այն հարվածներին, որոնք որ իր ուղղությամբ կային։ Ինչ կասեք դուք եւ տարբեր վերլուծական լրատվականներ կլինեն միջազգային իհարկե, տարբեր վերլուծաբաններ կլինեն, որ կպնդում են, որ այնուամենայնիվ սպասվածից ավելի երկար դիմակայեց Իրանը եւ ներուժը ռազմական դեռևս այսպես շարունակում է պահպանվել։ Իմ գնահատականը պետք է լինի փորձագիտական, որտեղ կա տեղեկատվության շատ մեծ բաց, ես էլ դուք եք հաստատեցիք, որ ուրեմն քարոզչական ամոթի բավականաչափ մեծ է, որտեղ կրկնում քարոզչական բաղադրիչը շատ կարևոր մաս է կազմում այս հակամարտության բոլոր կողմերը յուրաքանչյուրի մասով հաղթել են։ Իրանը իր մասով է հաղթել, որովհետև Միացյալ Նահանգները չկարողացան լուծել իր խնդիրները, իրենք ամբողջ տարածաշրջանում քաոս առաջացրին, փակել են Հորմուզի նեղուցը ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է առաջացել եւ դրանից դրանք հաղթել։ Ամերիկյան կողմը նշում որ հիմնականում բոլոր թիրախները ոչնչացված են, Իրանի վերնախավը ոչնչացված է, նոր իշխանությունները, որոնք խնդրում են բանակցություններ, միջուկային ծրագիրը Իրանի գոյություն չունի, եւ Միացյալ Նահանգները վերջնագիրը ներկայացել Իրանը պետք է պատասխանի։ Իսկ Միացյալ Նահանգները նման կերպով ներկայացնում իր հաղթանակը։ Իսրայելն իր մասում, որ մեծ հաշվով Իրանի ռազմական ուժերից գոյություն չունի, տարածաշրջանային ազդեցությունը գոյություն չունի, Իրանի նախկին ռազմաքաղաքական վերնախավը գոյություն չունի, 10 տարիներով Իրանը այլևս սպառնալիք չի հանդիսանում Իսրայելի համար։ Հիմա եթե վերցնում ենք արդեն փորձագիտական այս քարոզչական մասը կողմը փորձագիտական գնահատական տալ իրավիճակին հետևյալ պատկերներ ստանում ընդհանուր առմամբ այս հակամարտությունը երկչափ է, այսինքն մի կողմից ունենք ուրեմն
հակամարտություն Իրան Միացյալ Նահանգներ Իսրայել, այսինքն Իսրայել Միացյալ Նահանգների դաշինքին դեմ Իրանի, մի կողմից ունենք հակամարտություն առանձին Իրան Միացյալ Նահանգներ, Իրան Իսրայել, եթե այս առումով ենք չափում, տեսեք, ինձ համար ավելի չափելի է հակամարտության արդյունքները կամ հետևանքները, երկրորդ բանաձևով հաշվարկելս Իրան Միացյալ Նահանգներ կոնֆլիկտում հաջողել է Իրանը, Իրան-Իսրայել կոնֆլիկտում հաջողել է Իսրայելը։ Այսինքն Միացյալ Նահանգների եւ Իրանի դեպքում ենք գործում ենք տարբեր քաշային մակարդակի դերակատարների եւ այսինքն գերտերությունը ընդդեմ տարածաշրջանային տերություն։ Եվ այստեղ եթե գերտերությունը չի կարողանում լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, նշանակում է գերտերությունը չի հաջողում։ Իսկ Իսրայել-Իրան հակամարտության մեջ մենք գործում ենք երկու տարածաշրջանային դերակատարների հետ, որտեղ Իսրայելի հաջողություններն ակնհայտ են, որտեղ որպես տարածաշրջանային դերակատար մեծաշով Իսրայելը կարողացավ հասնել նաև նրա, որ իհարկե իր բազմաշերտ հնարավորություններ, դա եւ սեփական ռազմական ներուժներ, եւ թե Միացյալ Նահանգների դաշնակցության հարաբերություններ, այստեղ կարողացավ հասնել Իրանի իսկնի հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության շարքից անելու, իջուկային ծրագրի շարքից անելու, բալիստիկ հրթիռների համակարգի այսպես բավականաչափ ծանր հարված հասցնելու, ռազմական թիրախներին Իրանի տարածքում, քաղաքացիական թիրախներին, ռազմավարական նշանակության մի շարք կարևոր թիրախների շարքից անելու, ի պատասխանը իհարկե Իրանը ևս կարողացավ որոշակի առումով Իսրայելի տարածքում որոշակի օբյեկտներ թիրախավորել, բայց համաչափություն այստեղ չկա։ Իրանի հաջողությունները շատ ավելի տարածաշրջանային մակարդակային, Իրանը Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Քուվեյթում շատ ավելի հաջող թիրախներ է խոցել, քան Իսրայելը։ Հետևաբար երկրորդ մակարդակում Իսրայելի առավելությունը Իրանի նկատմամբ ուրեմն իհարկե ամբիջելի է, բայց դե նորից ամփոփելով նշեմ, Միացյալ Նահանգներ Իրան այս դիմակայության մեջ հաջողություն է Իրանի կողմը, բայց Իսրայելը Իրանի դիմակայության մեջ Իրանը զիջում Իսրայելը։ Գանք Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին, այստեղ էլ կարծեք թե քարոզչական, այսպես տեղեկատվական որոշակի անհամապատասխանություններ կան։ Հիմա ինչ իրավիճակ է Հորմուզի նեղուցի շուրջ, ով է այնտեղ այսպես ասած ճակերտավոր ասողը, ով է որոշում այդ նավերի երթևեկը թույլատրել թե չթույլատրել, եւ այս պահի դրությամբ տնտեսական առումով աշխարհը գլոբալ առումով ինչ լուրջ խնդիրների առաջ է կանգնել, որոնք որ երևի թե եթե նույնիսկ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը այս պահին էլ կարգավորվի, ինքը տևական ժամանակ շարունակելու է այդ ազդեցությունը ունենալ։ Քանի դեռ բոլորի միջև չկա անվազն միջանկյալ պայմանավորություն, չեմ ասում դաշնական, անվազն միջանկյալ պայմանավորություն, որը նեղուցի աշխատանքները կվերադարձնի մինչ կոնֆլիկտային ձևաչափ, աշխարհը կրելու է վնասներ տնտեսական այս ակնհայտի հետքերի։ Իսկ ներկայում նեղուցում կրկնակի շրջափակման տրամաբանությունների գործում, այսինքն մի կողմից իրանական կողմը թույլ չտալիս, որպեսզի այն բոլոր երկրների պատկանող նավերը, որոնք նա պետք է տեղափոխեն, որոնք տարածաշրջանային այլ երկրներից, ենթադրենք Արաբական Միացյալ Էմիրություններից պետք է տեղափոխել նավթ X երկրի, քանի դեռ Իրանի համաձայնություն չկա, այդ նավը, նավթատար նավը չի կարողանալու դուրս գալ նեղուցից շարունակելու ճանապարհ։ Այսինքն իրանական կողմը այս մասով ունի վերահսկողություն եւ նախկինում իրավիճակն այնպես էր, որ առանձին երկրներ կարողանում են Իրանի պայմանավորել եւ իրենց համար անհրաժեշտ նավթը
բաստացի արաբական երկնից կամ ակամյանից քնել և հասցնել արևիշ տարածք։ Երկրորդ փլուղը Միացյալ Նահանգներն արդեն սահմանացան, Միացյալ Նահանգների շատ ավելի մեծ շրջանով է շրջապատման միավորը, այսինքն Իրանի կողմից թույլատրված և նաև իրանական նավթի արտահանումը կապված է Միացյալ Նահանգների կամքից։ Մեծ մասամբ Միացյալ Նահանգները չի թույլատրում, որպեսզի իրանական նավթով բեռնված նավերը դուրս գան միավորից և ուղևորվելու որ պետք է։ Իսկ մյուս դեպքում, եթե կա Իրանի թույլտվություն և եթե կա նաև Միացյալ Նահանգների համաձայնություն, այդ նավերը դուրս են գալիս և նավթը դուրս է գալիս միջազգային շուկա։ Այսինքն կարելի ասել, որ նեղուցը գործումը շատ սահմանափակ այսպես ծավալով և հատկապես իրանական կողմը օգտագործում են այս հանգամանքը, որտեղ դրա հետևանքով ամբողջ աշխարհը նավթի գնեն աճում և դա ինչպես արդեն նշվել են որոշակի միջազգային ճնշումներ վերացնող Իրանի դեմ, միջազգային ճնշումներ ավելացնում Միացյալ Նահանգների դեմ և դա որպես այդպեսին իրանական կողմը փորձում է օգտագործել որպես ճնշման միջոց Միացյալ Նահանգների երկրորդ սահմանափակ ծավալով նեղուցն աշխատում է և շատ սահմանափակ ծավալով նավթի դուրս գալիս տարածաշրջան դեպի միջազգային շուկա։ Եթե գանք այս երեք երկրների ներքին վիճակից խոսենք, ինչպիսի իրավիճակ է տիրում ներքին առումով, որտեղ խոսում էին, որ Իրանում շուտով հեղափոխություն կլինի, իշխանափոխություն կլինի, Իսրայելում էլ կարծեք թե հանգիստ չեն, ժամանակ առ ժամանակ ցույցեր են տեղի ունենում, Միացյալ Նահանգներում բավականին բազմամարդ ցույցեր տեղի ունեցավ վերջերս։ Ինչ վիճակ է հասարակությունների տրամադրությունների առումով և արդյոք այս ներքին լարվածությունները, որոնք ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, կարող են նպաստել այդ արտաքին հարաբերությունների հանգուցալուծման, այսպես ասած։ Տեսեք, քանի որ ինչպես արդեն նշեցի, արկա է որոշակի անորոշություն հակամարտության մասը։ Այսինքն հաստատ չէ, թե երջով է հաղթել սակամարտության մեջ։ Եվ քանի որ արկա է դուք նշեցիք քարոզչական շատ ավելի փոխհրաձգություն բոլորովին ունենա։ Այս իրավիճակը անխուստ իրավիճակություն ունենում երկրների ներքին վիճակների վրա։ Սենք Իրանից ընդհանրապես թե հատկապես Իսրայելի, բայց թե Միացյալ Նահանգների աշխատանքն այնպիսին է, որ պատերազմից հետո նաև իրանական նավթի վաճառքի համար որոնցներով ստեղծված այս խնդիրներով պայմանավորված տնտեսական վիճակը շատ արագ տեպով և առաջիկայում արդեն կարող է առաջացնել լուրջ խնդիրներ Իրանի իշխանությունների համար և կրկին Իրանի ներսում կարող է սկսվել ներքին բողոքի գործողությունը։ Այս պահին Իրանից իրական տեղեկատվություն ստանալը բավականաչափ բարդ է, որտեղ ամբողջովին դաշտը միացնում է, հակառակ պատկերն իրեն ցույց տալիս իրենց ակնկալիքները շատ հասկանալով այս ակնկալիքները, եթե հարաբերակցը դա ամեն գիշեր տարբեր վայրերում իշխանությունները կազմակերպում են վարչակարգին ուղղված աջակցության ցույցեր։ Այսինքն հավաքվել մարդիկ, որոնք աջակցում են վարչակարգին և տողում են իրենց հաղթանակը այս պատերազմի ընթացքում։ Այնպես որ այդ ակնկալիքը որ կա, որ կարող է իրավիճակը հասնել Իրանի ներսի պրոցեսները, հույսը թե կա նման ազդեցություն, բայց այս պահին դա որպես այդպիսին գնահատել հնարավորություն ունի։ Գանք Իսրայելին, Իսրայելում ևս քանի որ նախընտրական շրջան փուլ է աշխատանքներ մնալու խորհրդանականություններ, այս իրավիճակը շատ այսպես ակտիվ կերպով օգտագործում է Իսրայելի նոկական կյանքում։ Իսրայելի վարչապետի կամ ներգործող կոալիցիոն կառավարության ընդդիմադիրները այս իրավիճակը դարձնում են շատ լավ քարոզչական
վարչապետ Նեթանյահուի կառավարության իրանք նշում են ընդգծում են, որ հակամարտությունն ավարտվել է, չի ավարտվել եւ Իսրայելը չի ունեցել, չի հասել իր ուրեմն վերջնարդյունքների, վերջնանպատակներին, վարչակարգը շարունակում է գործել, միջուկային խնդիրը լուծված չէ, Օրմուզի նեղուցը շարունակում է փակմանալ եւ այլն, եւ հետեւաբար սա ձախողում է, պատերազմը չպետք է կանես եւ Իսրայելի կառավարությունը ապիկալ է, պետք է հաջողական։ Իսրայելը ներսում է այս ուղղությամբ օգտագործում։ Նույնիսկ կան այն Միացյալ Նահանգների ներքո, որտեղ մենք տեսնում ենք, որ դեմոկրատական ուժերի պատկանով մամուլը բազմաթիվ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ քննադատում են Թրամփի, նաև նախկին նախագահ Օբաման, փոխնախագահ Հարիսը դժվարորեն սանադարձել առնեն, որ իրավիճակը պրոբլեմատիկ է, Միացյալ Նահանգները չկարողացավ հաղթանակ տանել, ավելի բարձրացրեց իրավիճակը ամբողջ աշխարհի ասպայն տնտեսական էներգետիկ ճգնաժամի է, եւ նաեւ Միացյալ Նահանգները բախվել եւ դրա մեղավորը աշխարհը Դոնալդ Թրամփի վարչակազմն է, որը չի կարողանում կարգավորել այս թափը։ Այստեղ երեք երկրներում էլ մենք տեսնում ենք այս անորոշ իրավիճակով պայմանավորված ուրեմն քաղաքական հետևանքները, քաղաքական հետևանքները, որ կարծում եմ եւ կանխատեսելի է եւ առնվազն քանի դեռ չկա որոշակի տեղաշարժել այս միջանկյալ շրջափուլից այս իրավիճակը խորանալու է, ներքաղաքական բաղադրիչը կոնֆլիկտի եւ շահանակի զարգան։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք առհասարակ հետագայի վերաբերյալ, հնարավոր է, որ կրկին այսպես ռազմական հակամարտությունը այսպես ավելի բուռն տեսք ստանա, թեկուզ եւ հենց հաշվի առնելով, որ ներքին խժդժությունները կարող են բերել նաեւ իշխանափոխության խնդիրներ առաջացնել, մարդիկ այդ իշխանությունները օգտագործեն պատերազմը որպես գործիք հանրությանը լռեցնելու համար։ Շատ բարդ բացեք տալիս, որի միանշանակ պատասխանը իր չունի, բայց այսպես շարժվել կողմերի դիրքորոշումներով եւ այս տարիներում փորձեն միասին հաստատել ինչպես սցենարներ կարող են լինել։ Ակնհայտ է, որ իրանական կողմը չի ցանկանում պատերազմել, բայց միևնույն ժամանակ իրանական կողմը չի կարող այն մարտավարական գործել, ինչպես 2020 թվականի հունիսին, երբ որ ավարտվեց պատերազմը, 2020 թվականի հունիսին 12 պատերազմն ավարտվեց, բայց դա ժամանակավոր է դադարը, քանի ամիս հետո շատ ավելի մեծ մասշտաբի պատերազմ սկսվեց Իրանի դեմ։ Իրանական կողմը հակված չէ դարձյալ ինչ-որ հերթական սառեցման կոնֆլիկտի միջև նոր էսկալացիայի կրկնությունը նոր սկսումը։ Այստեղ որոշակի առումով իրանական կողմը կարող է ցույց տալ ճկունություն բանակցային դաշտում, բայց նրանք չեն կարող այն կարմիր գծերին առաջել, որոնք կարևոր են Իրանի վարչակարգի համար։ Այստեղ նույնիսկ միջուկային ծրագրից ընդհանրապես հրաժարվելու հնարավորությունը։ Սա կասում անընդունելի է իրանական կողմի համար։ Մյուսը Միացյալ Նահանգները կարծում եմ ևս հակված չէ պատերազմ։ Նրանք էլ փորձում են Դոնալդ Թրամփը փորձում է առավելագույն ճկունությամբ, բայց իր համար այսպես քարոզչական եւ ոգեբանական որոշակի հաղթաթղթեր ապահովելով կանգնել եւ սավեցնել եւ նաեւ նրան դաշտական պայմանավորվածություն։ Բայց դրա հնարավորությունները չկա, որտեղ պետք է կողմերի միջև մոտեցումները տրամադրել տալու բայց Միացյալ Նահանգները շատ հասկանում է, որ այս բանի պատերազմի մեկնարկը ինքը եւս չի հանգեցնելու կոնֆլիկտի ամբողջական լուծման։ Գուցե սառեցումը այս բանի Միացյալ Նահանգների համար ավելի ընդունելի սցենար է, բայց դա ինչ-որ կերպ պետք է քարոզչական մակարդակում ներկայացնել, այսինքն Իրանի հետ առանց գործարքի
Իրանի դեմ առանց վերջնական հաղթանակի արձանագրման Միացյալ Նահանգների զորքերի դուրս բերումը տարածաշրջանից, սա կնշանակի ոչ միանշանակ արդյունք Միացյալ Նահանգներում, անհաջողություն ընդհանրապես։ Հետևաբար այստեղ ինչ-որ բան պետք է արի, գուցե ինչ-որ սահմանափակ ռազմական գործողություններ իրանական իշխանություններին, բանակցությունների հաջողելու համար։ Երրորդը Իսրայելի պարագան։ Իսրայելում ևս կարծում որ Նեթանյահուին անհրաժեշտ է հակամարտությունը, բայց չափելի արդյունքներով նրանք էլ շատ լավ հասկանում, որ այս բանը եթե սկսվի, իրենք չեն կարողանալու իրենց արժանացած վերջնականությունին հասնել։ Իրենց համար էլ իսրայելական կողմի համար էլ գոնե առնվազն մի քանի ամիս, մեկ տարի ժամանակով սարսկները ձեռնտու է։ Ինչև ընդլություններ տեղի կունենան, ինչև նոր կառավարություն կձևի եւ դրանից հետո արդեն ավելի վստահ կլինեն ռազմական գործողությունները արդեն չափելի վերջնարդյունքով։ Հիմա եթե նշածս փորձեմ ավելի ամփոփել, կա երկու հիմնական սցենար իրավիճակի սառեցում, որը ցանկալի չէ կողմերից որևէ մեկի համար, բայց քարոզչական առումով սա այս վիճակը իրանական կողմը կարող է ներկայացնել որպեսզի հաջողություն։ Եվ կա սահմանափակ ուժային սցենարի հնարավորություն, որպեսզի այս լճացած իրավիճակից կողմերը դուրս գան, եւ դրանից հետո տեսնենք արդեն բանակցային հարթությունում մի փոքր ավելի ակտիվացում process։ Այսպես եթե ամփոփ այսպես լինի այդքանից։ Եվ վերջում, եթե հակիրճ ասելու լինենք, շատերը խոսում են, որ այս պատերազմը ոչ միայն պայմանավորված է այդ երկրների միջև եղած խնդիրներով, այլ ուղղակի աշխարհում տեղի է ունենում ուժերի վերադասավորում գլոբալ առումով։ Ինչ եք կարծում, մենք այդ ուժերի վերադասավորման փուլում ենք, թե դեռևս ուժերը շարունակում են ով որ դիրքում կա պահպանել իր դիրքը, բարձրապես անկայունությունը այսպես ժամանակավոր է եւ նորից երբ որ կարգավորվի նույն կետին կվերադառնան կողմերը։ Բնականաբար Իրանում տեղ ունեցած պատերազմը, եթե այս փուլում կանվի, ով այս փուլում ուղղակի կերպով նպաստել է օրերի վերադասավորման։ Ուկրաինայում շարունակող հակամարտությունը ևս ազդելու է այս իրավիճակի վրա։ Ընդհանրապես մերձարավերքում եղած այս անորոշությունները արաբական երկրների ծովահարթական սպարսից սոցիալական կակալիքներն են իրենց անվտանգային իրավիճակն ավելի բարելավելու զգալով իրանական կողմից սպառնալիքի շարունակականությունը, Լիբանանում շարունակող պատերազմը, Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության միջև կամ ՆԱՏՕ-ի ներսում եղած խնդիրները, Եվրոպական միության Ռուսաստանի միջև շարունակվող այս հակասությունները, այս ամենը ցույց է տալիս, որ դեռևս դրանք միջանկյալ ինչ-որ շրջափակում։ Այսինքն վերադասավորումների process դեռևս ընթանում է, բայց ֆիքսում առայժմ չկա, դիրքային ֆիքսում առայժմ չկա, որտեղ այնուամենայնիվ տեսեք, մինչև Իրանի դեմ պատերազմը մենք ունենք շատ ավելի բարենպաստ դիրքերում գտնվող Միացյալ Նահանգներ, որը արագ ցանկացած կերպով աշխարհը կարողանում է պատերազմը արդարացնել իրեն համար ոչ ընդունելի երկրներում արագ հարցեր լուծելունակ նույնիսկ նախագահ ձերբակալեցին ու բայդեն ճնշումներ են շարունակվում։ Իսկ ներկայում մենք ունենք բավականաչափ բարդ իրավիճակ, երբ որ Միացյալ Նահանգները չկարողացան լուծել իրենց համար կարևոր առանցքային խնդիր, Իրանում խնդիրը։ Իրավիճակից օգտվում է ուրեմն Ռուսաստանը եւ Չինաստանը, արևմուտքի աշխարհակրթական հակառակորդները։ Չինաստանն ավելի հավակնում է դիրքերը միջազգային արենայում, Ռուսաստանը օգտվում է իրավիճակից օգտվել ՆԱՏՕ-ի ներսում այս խնդիր հակառակորդի ներսում կան խնդիրներ, թանկանում է նավթի գինը եւ դրանից ինձ փոխությունը բնականաբար շահում է այս մարդու իրավիճակում։ Եվ մեր տարածաշրջանում ընթանում են process-ներ, օրինակ նույն վերադիրքավորման Իրանը ավելի բարձր տոնով է խոսվում, Թուրքիան ավելի այսպես ազատ է գործում, որտեղ
այս բարեդրությամբ ռազմական տեսանկյունից ամենաբարենպաստ դիրքերում են, որտեղ իր բոլոր հնարավոր մրցակիցները թույլատրած են պատերազմի դրանքում սպիկը կավածը չեզոքություն պահպանելով իր ուրեմն կարիք դիրքերը բարել տարածաշրջանում։ Արաբական երկրների մասում արդեն նշեցի Իսրայելում ինչ-որ վերաբերյալ փորձեր ընտրանացվել։ Միջանկյալ փուլի ականատեսեն, քանի դեռ վերջնական հաղորդություններ չեն եղել Ուկրաինայի պատերազմում եւ իհարկե մերձավորը։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, այսօր մենք խոսեցինք Իրան-Իսրայել Միացյալ Նահանգների հարաբերությունների ներկայիս վիճակից, իսկ իմ հյուրը արևելագետ Արմեն Պետրոսյանն էր։ Հաջողություն։